Անկախության 25-ամյակի առիթով ես եկել եմ Եռաբլուր, իմ տղայիս Գրիգորի և մյուս զինվորների շիրիմներին այցելելու։ Քարորյա պատերազմի ժամանակ իմ որդիս Գրիգորը և իր ընկերները պայքարել են բոլորի դեմ, թուրքերի դեմ, պահել են հողերը, ես ինքս էլ կպայքարեմ որպես հերոսի մայր, որպես զինվոր ես նույնպես կպահպանեմ, չեմ թողնի, որ հանձնվեն և կցանկանամ, որ մյուս բոլոր ծնողներն միանան մեզ, պահպանեն երեխաների արյուն թափած հողը, այդքան բան կասեմ ես։ Այդ հողը պետք է պահպանվի, որպես զինվորի մայր, հերոսի մայր, պետք է պահպանվի, չպետք է թողնենք, որ հանձնվեն։ Ապրիլյան պատերազմի մասնակից եմ և անձամբ կուզեի այդ զոհված տղաների հերոսության համար ասել, որ իրականում այդ երիտասարդները իրանց կյանքը դրին մեր ազգի համար, մեր հայրենիքի համար, եւ այսօր չեմ ափսոսում, որ իրանց կողքն եմ կանգնած եղել ու անձամբ մասնակից եմ եղել։ Այսօր այդ երիտասարդները իրանք ապացուցում են, որ այս մեր 25 տարին կա գոյություն ունեցողը։ Մենք պետք է պահենք, պաշտպանենք ու աճենք ու զարգանանք, որպեսզի մենք մեր այս մատաղ սերունդը գնալով երիտասարդանա ու իր հասակը ճիշտ ստանա։ Դրա համար մենք պայքարում ենք։ Յուրաքանչյուր հայ անկախ իրաց տարիքից, անկախ նրա բովանդակությունից, այսինքն ինքը սովորական շարքային բանվորա, թե պրոֆեսոր, թե պաշտոնյա պետք է այս հողի համար պայքարի։ Եվ ոչ թե պաշտոնյաները իրաց երեխաներին չթողեն բանակ գնա, մենակ սովորական մարդը գնա, մեկ։ Երկրորդը, հələ մի հատ հետաքրքրեք տեսքանի պաշտոնյայի տղա բանակում ծառայում եւ որտեղ։ Այդ մեկ, երկրորդը, անկախությունը դա յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ինչ են ասում, յուրաքանչյուրի դա իղձն է, յուրաքանչյուրի իղձն է, որը պետք է գովել, գովաբանել։